Տեղեկացանք, որ միջազգային արբիտրաժային դատարանը վարույթ է ընդունել Ամուլսարի գործը։ Դեռևս 2023 թվականին Ամուլսար Investor Ventures LLC-ի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացվել էր հայց։ Հայցվողներն ամերիկյան ներդրողներն էին, որոնք այժմ միավորվել են եւ համատեղ հայց ներկայացրել մի իրավաբանական ընկերության միջոցով։ Գործը վարույթ ընդունելու համար հիմք է հանդիսացել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև գործող ներդրումների փոխադարձ պաշտպանության եւ քաջալերման պայմանագիրը։ Արբիտրաժային ատյանը նախագահում է Ջանեթ Վոքերը։ Հայկական կողմից որպես պատասխանող կողմ հանդես են գալու Կարեն Անդրեասյանը, միջազգային իրավական ատյաններում ՀՀ ներկայացուցիչը, նրա տեղակալ Արտյոմ Սուջյանը, նույն գրասենյակի ներկայացուցիչներ Մերուժան Հայկյանցն ու Աննա Շահնազարյանը։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ԿՊԱ-ական Վլադիմիր Վարդանյանը պարզվում է փոխել է ազգանունը։ Մեզ պատմել էին, թե նա կնոջ ազգանուն է վերցրել, սակայն Վարդանյանը մեծ զրույցում ասաց, որ կնոջ ազգանունը Մելիքյան է։ Ինքն ի սկզբանե Վարդանյանն է եղել, ապա երբ ժառանգության հարց է առաջացել, փոխել է ազգանունը, տատիկի ազգանունն է վերցրել։ Իսկ երբ հաստատքային խնդիրները լուծվել են, կրկին վերադարձել է Վարդանյան ազգանվանը։ Նա կատակեց՝ ես կնոջ ազգանուն վերցնող տղա եմ։ Այդուհանդերձ ինչ որ ֆինանսական գործարքի համար ազգանուն փոխելը ոչ պակաս ուշագրավ փաստ է։ ՔՊ-ն ողջ ներուժով լծվել է Սամվել Կարապետյանի մերձևով շարժումը վարկաբեկելուն։ ՔՊ-ն ու նրա քարոզիչները 24/7 ռեժիմով հետևում են շարժման բոլոր շարժերին եւ ակտիվորեն մեկնաբանում Պարսավում։ Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ի վերին օղակներում քննարկում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ հետապնդումներ սկսելու հարցը, քանի որ կան տեղեկություններ, որ նա է ղեկավարելու Մերձևովի ցուցակը որպես վարչապետի թեկնածու։ Ելնում են նաեւ նրանից, որ շաբաթ օրը Մերձևով շարժման միջոցառման ժամանակ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ վարչապետի իրենց թեկնածուն ընդունելի կլինի եւ բոլորը կհավանեն։ Մենք մեր թեկնածուի մասին կհայտարարենք, երբ քաղաքական ուժ դառնալու մասին հայտարարենք։ Մենք ասել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ նախընտրական որևէ միավորման չեն գնալու, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցչի հետ համագործակցության կամ միավորման չենք գնա, ասել էր Նարեկ Կարապետյանը։ Հաշվի առնելով agrarային համալսարանում ընդունելության անմխիթար վիճակը, կառավարությունը որոշել է բակալավրիատի եւ մագիստրատուրայի դիմորդներին մոտիվացնելու նպատակով սահմանել 70-ից 77 հազար դրամ կրթաթոշակ։ Եվ դա էր պատճառը, որ անցած տարի agrarայինի մագիստրատուրային ընդունվել նաեւ համալսարանի որոշ աշխատակիցներ՝ դոցենտ, դասախոս, ամբիոնի վարիչ, ստորաբաժանումների ղեկավարներ, ռեկտորի վարորդը եւ այլն։ Պարզվում է, որ սույն պրակտիկան աշխատակիցներին դուր է եկել եւ այս տարի էլ է շարունակվում։ Մագիստրատուրային ընդունվել բուհի վարչության պետ, բաժնի վարիչ, գործավարներ, վարչական աշխատակիցներ։ Ամեն դեպքում, եթե Ժաննա Անդրեասյանի փրկության ծրագրերը մեր գյուղատնտեսությանը չեն օգնում, կրթաթոշակն աշխատակիցների համար կարող է լինել մի փոքր հավելավճար ցածր աշխատավարձին։